Han hոր եւ որդու եւ ողջույն սրբո ամեն։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօրվա ընթերցվածը ավետարանական Ղուկաս ավետարանիչ 22-րդ գլուխ 24 համար ասում է այն ժամանակ հակաճառություն առաջացավ խոսքը առաքյալների մասին է, թե իրենցից ով մեծը պիտի համարվի, ով է իրենց միջից մեծը։ Սա եղավ այն դեպքից հետո, երբ Քրիստոս վերջին ընթրիք արեց։ Դա վերջին ընթրիքի ժամանակ եղել է խոսակցությունը, երբ որ Քրիստոս խոսեց իր չարչարվելու, խաչվելու, մահանալու եւ երրորդ օր հարություն առնելու մասին։ Այստեղ հասկանում են, որ Քրիստոսը իրենց մեջ չի լինելու։ Ով է փոխարինելու Քրիստոսին առաքյալներից։ Ըստ ավակության, եթե նայենք, նաեւ ասում է առաքյալներից Պետրոսն էր ավակը, տարիքով։ Ենթադրելի էր, որ նա պիտի լիներ, բայց իրենց մեջ մրցակցություն էր գնում։ Դրա համար ասում է Քրիստոս օրինակ է բերում, ասելով ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, եւ նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում, թագավորներ իրենց խիստ օրենքներով տիրում են ուղիղ իմաստով, նայեք նույնիսկ ղեկավարել կամ պաշտոն են վերցնում կատարելու, պաշտոնյա են համարվում, բայց տեսեք մեր լեզուն որքան գեղեցիկ է, պաշտոնյա բառը առաջացել է պաշտել բառից, ծառայել բառից, ասում պաշտել, ասում ծառայել, սպասավորել, այսինքն պաշտոնյան ոչ թե աթոռին նստող ու հրամաներ տվող է, այլ ծառայող է բոլորի համար, որովհետև եթե այդպես վերցնենք, այսօրվա հասկացողությամբ էլ եթե հասկանանք, վերցնենք, մենք եթե հաց ենք առնում խանութից, գիրք ենք առնում, կամ մեքենան վառելիք ենք լցնում, այդտեղից գումար կա, որը գնում է, ասում ենք, պետական բյուջե, դա մեր ընդհանուրի գումարն է։ Նույնիսկ եթե մեր մոտ թանկություն է լինում, այդ մեր հարկերն են ավելացվում, որպեսզի այդ պետական բյուջեն լցվի, որը որ տալիս ենք մարդկանց, ղեկավարներին, պաշտոնյաներին, որ իրենք այդ գումարները ճիշտ տնօրինեն։ Խնդրում եմ, այս օրինակը հանկարծ այլ մեկնաբանությունների առիթ թող չդառնա, ես ուղղակի այսօրվա հասկացողությամբ բացատրեցի, որ ընկալելի լինի։ Պաշտոնյան ծառայողն է, սպասավորն է բոլորի։ Որտեղ մենք հասկանում ենք այսօրվա սխալ հասկացողությամբ, որ պաշտոնյան բոլորից լավն է, նստած է բոլորի գլխին եւ մենք ստրուկի պես պիտի ենթարկվենք, այդպես չէ։ Այդ գումարները մենք տալիս ենք իրան, ասում ենք դու մասնագետ ես, դու պիտի տնօրինես եւ ճիշտ ղեկավարես, որպեսզի խնդիրներ չունենա։ Սա առօրյա մեր կյանքի հետ համեմատած։ Ասում է այդ տեսակ մարդիկ բարերարներ են կոչվում, ասում են ինչ լավ է, այդպես չէ ժողովուրդ, դա մեր հնարավորություններն է, մեր ֆինանսներն է, տվել ենք, որ իրենք ծառայեն։ Բայց դուք այդպես չլինեք, այլով, որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը ինչպես
սպասավորը։ Մենք տեսանք չէ վերջին թիկի ժամանակ Քրիստոս ինչ արեց մեր Տերը։ Ջուրը վերցրեց լվաց իր առաքյալների ոտները։ Ցույց տալու համար, որ սպասավոր եղեք, ծառայող եղեք, որ ինքը ասում է ես Տերս եւ վարդապետս ձեր ոտքերը լվացի։ Դուք էլ միմյանց նկատմամբ նման խոնարհություն ցուցաբերեք, Աստված լված մարդկանց ոտքերը։ Հիմա ասում է նաև ով է մեծ սեղան նստողը, թե սպասավորը։ Ընդունված է, չէ։ Սեղան նստող կամ սպասավոր կամ մատուցող, իսկ այս առիթ ասում եմ բաց թողնել ասելու։ Երբեմն կամ շատ դեպքերում մենք սպասավորների հետ շատ վատ ենք վերաբերվում։ Թեկուզ վերցնենք նրանց, ովքեր որ մեզ հաց են մատուցում։ Շատ վատ վիրավորելով կամ փորձում են ստորացնել, ցույց տալու համար, որ մենք առավել ենք, դու հաց ես տալիս, բայց այդ տեսակ մարդիկ արժանի են հարգանքի, որ մեր ծնողը մեզ հաց է տալիս, մենք երախտապարտ ենք, երբ որ ուրիշն է տալիս, սխալ ենք վերաբերում այդ տեսակ մարդկանց։ Սա խոսում է մեր չկայացած լինելու մասին, չզարգացած լինելու մասին, անիմաց անգիտակ լինելու մասին, սպասավորներին վերաբերվեք հարգանքով։ Այն ժամանակ էլ այդպես համարվեր, որ նստողը առավել է քան սպասավորը, բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր, ձեր մեջ որպես սպասավոր եմ, Աստծո որդին մեր մեջ սպասավոր է։ Տեսեք, միգուցե այստեղ մտածողություն առաջանա, թե պետք չէ մեծ լինել, պետք չէ առաջ գնալ, պետք չէ ձեռքբերումներ ունենալ, պետք չէ առաջինը լինել, չէ ժողովուրդ։ Մասնագիտությունների մեջ եղեք լավ դերձակ, լավ քար պատրաստող, լավ փայտի վարպետ, լավ ուսուցիչ, չգիտեմ, ինչ որ ստեղծում եք, լավը եղեք, լավ մասնագետ եղեք, բայց այստեղ մեծ լինելը մի քիչ ուրիշ մոտեցում է, սա մասնագիտության հետ կապ չունի, որ լավ մասնագետ դառնաք, այո, կարող եք լավ մասնագետ դառնալ ու ձեզ մեծ համարեն, կամ առաջինը համարեն, բայց ի վերջո այդ մասնագետը նաև չի կարող ղեկավար լինել, կամ կարող է լինել, եթե մարդուն տրված չէ, կարող եք շատ լավ մասնագետ լինել, բայց վարչական աշխատող չկարողանաք լինել, դա էլ է շնոր, ամեն մարդ չի կարող ղեկավար դառնալ, բայց այստեղ ավելի շատ Տերը ուշադրություն է դարձնում բարոյական կողմին։ Տեսեք, նույնիսկ Աստվածաշնչի մեջ մենք հիմա միշտ ասում ենք Հակոբն ու Եսավը, միշտ այդպես է գրված։ Երկու եղբայրներ են, չէ՞, Հակոբն ու Եսավը։ Բայց առաջին իրենցից ծնվեց Եսավը։ Պիտի ասենք Եսավը եւ Հակոբը։ Ինքը անդրանիկ որդիներ, զույգ որդիներ ծնվեցին, ասում է, ծնվեց Եսավը եւ նրա ետևից Հակոբը ծնվեց, Եսավի գարշապարից բռնած, ոտքի են կրունկից տավ, այսպես բռնած, այդպես ծնվեց Հակոբը, Հակոբը փոքրն էր, բայց մի օր կերակուրի համար, որ սովից մեռնում էր, ասում է, ինքը ծախեց իր անդրանկությունը, Աստծո առաջ դա շնոր էր լինել անդրանիկ, բայց ինքը հրաժարվեց այդ շնորից։ Ես ինչի համար եմ ասում, որ ավատությունը նաև ընդունված է Աստծո կողմից եւ հարգված է։ Նաև դա էլ պիտի պայես, եթե դու ունես քո մեջ ավատություն, քո իշեպպես ասում են, քո կարգի մեջ հաստատ պիտի լինես։ Չպիտի դավաճանես այդ ավատությունը։ Ես ուզում եմ այդ հատվածը ուղղակի մի պահ
եթե այստեղ ուրեմն լավ, մի քիչ երկար է, գիրք ծննդոցի մեջ 25-րդ գլուխն է, հա, ասում է Հակոբը Եսավին տվեց հաց և հաց ու ոսպապուր, սա կերավ, խմեց և վեր կացավ գնաց, այսպիսով Եսավն արհամարեց իր անդրանկությունը, Եսավը արհամարեց, հիմա, ուրեմն մասնագիտությունների մեջ ամեն ասպարեզում, լավ լեզու իմացեք, լավ մասնագետ եղեք, առաջինը եղեք, բայց մարդկային հարաբերությունների մեջ, երբ որ ուզում եք առաջինը լինել, դա ձեզ տրված չէ, դա ձերը չէ, երբեմն մենք սկսում ենք սխալներ գործել, սկսում ենք կաշառք տալ, սկսում ենք խորամանկություն օգտագործել, կեղծավորություն անել, այսինքն երևույթներ, որոնք որ իջեցնում են մեր մարդկային որակը, Աստված ուզում է, որ մենք բարձր լինենք։ Տեսեք ինչ է ստացվում։ Ձեր մեջ եմ իբրև սպասավոր։ Եվ դուք ինչ-որ ակնկալիքներ ունեք, առաքյալներին է ասում։ Այնտեղ հիշեք Հակոբոսի և Հովհաննեսի մայրը։ Եկան և ասում է այն ժամանակ նրան մոտեցավ, սա առանձին հատված է ժողովուրդ, Զեբեդեոսի որդիների մայրը, որի իր որդիների հետ միասին։ Նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում, Քրիստոսին երկրպագեց և խնդրանք ուներ իր զավակների համար, ասում է նրան ասաց, ինչ ես ուզում, կնոջն է ասում, ինչ ես ուզում, կինը ասում է, ասա, որ սրանք, այսինքն Տեր, ասա և քո խոսքը ուժ ունի, որ սրանք իմ այս երկու որդիները նստեն քո արքայության մեջ, մեկը քո աջ կողմում, մյուսը ձախ կողմում։ Նույնիսկ ակնկալիք ունեին մայրը եկավ բարեխոսելու, որտեղ իրենց մեջ կար այդ պատկերացումը կար, որ Իսրայել ունի 12 ցեղեր և 12 ցեղերը պիտի ունենան դատավորներ, դատավորները ոչ թե դատողներն են ժողովուրդ միայն, դատավորները իրենք ղեկավարում են այդ ցեղերին, նաև դատերն էին անում, իրենք են որոշում կայացնում։ Դրա համար Քրիստոս ինչ է ասում առաքյալներին, ասում է և դուք եք, որ իմ փորձությունների մեջ ինձ հետ էիք մնում մինչև այժմ։ Իմ պահերին դժվար, ուրախ, լավ, ճանապարհներին ցուրտ, քամի, շոգ, առանց քնելու, կիսասոված, դժվարությունների մեջ ասում է, մինչև հիմա կանք։ Եվ ես խոստանում եմ ձեզ, և ինչպես իմ հայրը ինձ խոստացավ տալու արքայությունը, որ ուտեք և խմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և նստեք 12 գահերի վրա դատելու Իսրայելի 12 ցեղերը։ Իհարկե ուտել խմելը ուղիղ իմաստով մի հասկացեք, այստեղ հավիտենական կյանքի մասին սա խորհրդանիշ է։ Այն ժամանակ դուք պաշտոններ կստանաք Իսրայելի 12 ցեղերին դատելու, նաև որոշումներ կայացնելու, նաև թե ով պիտի փրկվի կամ չփրկվի, բարի խոսք ու դատողական խոսք պիտի ասեն նաև ժողովրդի համար։ Այսինքն, սա ուզում եմ մեր համար, որ ասում են սրբերի բարեխոսություն չկա կամ սրբերին աղոթք մի արեք, մենք չէ որ անդադ խնդրում ենք, չէ, բարեխոսություն իրենք, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածին և ամենայն սրբոց և Սուրբ Գևորգի և մյուս սրբերի բարեխոսությունը։ Այ իրենք իրավունք ունեն խոսքեր ասելու, ովքեր Տիրոջ մոտ են։ Դրա համար իրենց խնդրում ենք, որ իրենք ևս մեր համար աղոթք բարձրացնեն։ Իսկ աղոթ ինչ է, բարի խոսք է։ Բարի խոսքը, ասում ենք, բարեխոսություն է։ Սա էր, որ այսօրվա
ուզեցի մտորում ունենանք, մտածենք այս մասին նաև, որ ովքեր խոնար են, իրենք պիտի բարձրացվեն, որտեղ պիտի ասենք, դե լավ, ինչ անենք, որ արքայության մեջ մեծ լինենք, եթե ուզում ենք լավ մասնագետ լինենք, լավ պիտի կարենք, կտոր կարել սովորենք, լավը դառնանք, լավ սովորենք գիտություն, լավը առաջինը դառնանք, ինչ անենք, որ արքայության մեջ մեծ լինենք, Տիրոջ տված պատվերը հակառակն է։ Խոնար եղեք եւ հակառակը դուք կբարձրացվեք։ Խոնար լինելով է, որ մեծ պիտի կոչվեք։ Սա է Տիրոջ տված պատվերը։ Եվ աշխատենք մեր բոլոր հարցերում այդ մեծամտությունը մի կողմ դնենք, որովհետեւ մեծամտությունը, բարձրանկոտությունը խանգարում է մեր մտածողությանը, որպեսզի մենք ճիշտ դատենք, այդ ամենը կողքի պիտի դնենք։ Եվ չարությունը, եւ լարվածությունը, եւ թշնամանքը, եւ մեծամտությունը, այս ամբողջը խանգարում է մեր առողջ վերլուծական կամ դատողական մտքին։ Եվ մենք տալիս ենք սխալ արդյունքներ, եթե այս պայմանների մեջ չլինենք։ Այնպես որ մենք բնությամբ ստեղծված ենք այնպես, որ խոնարհություն պիտի ունենանք մեր մեջ։ Մեծամտությունը հեռու պիտի դնենք, որպեսզի ունենանք ճիշտ դատողություն, չէ՞ որ միշտ ասում ենք Խնդրենք Աստծուն, թող Աստված իմաստություն տա, մենք էլ պիտի մեզ օգնենք եւ այդ իմաստությունը ստանալու համար նաեւ մենք պիտի քայլեր անենք։ Պիտի այդ չարություն, բարկություն, մի խոսքով ամեն վատ բան մեզանից հեռու տանենք, որպեսզի ունենանք առողջ մտածողություն։ Եվ առողջ մտածողությունը համակայլ է ավետարանին։ Աստված զորացի յուրաքանչյուրի իր շնորհներով իմաստությամբ զարգանանք, ամեն։ Ամեն։ Վաղը ճրակալույցի պատարակը ժամը 5-ին։